Ողջույն, այսօր իմ տաղավար եմ հրավիրել Rea Comics հրատարակչության ղեկավար Պետո Դեմիրճյանին։ Իսկ մինչ մենք կսկսենք մեր զրույցը, չմոռանաք բաժանորդագրվել Սաբոտաժի YouTube-յան էջին եւ ակտիվ լինել մեկնաբանությունների դաշտում։ Ողջույն, Պետո ջան, շնորհակալ եմ, որ իմ տաղավար ես եկել, որ Սաբոտաժի հյուրն ես այսօր եւ վստահ եմ այսօր մենք կզրուցենք կոմիքսների ստեղծման, կոմիքսների գաղափարի եւ բազում իր շուրջը պտտվող փոքրիկ մոլորակների շուրջ, որոնք մեզ հայտնի էին կամ անհայտ էին եւ որոնք դու կբացահայտես մեզ համար։ Սկսեմ մի փոքր քո անձնական կյանքից, քանի որ այն բազմազան է, քանի որ այն բազում գույներով լեցուն է, գունավոր կամ սև-սպիտակ, ինչպես հաճախ կոմիքսներն են լինում, բայց կարևորը բովանդակությունն է։ Դու ծնվել ես Լիբանանում, այնուհետև կրթությունդ Կիպրոսում, կարծես թե, հետո ապրել ես Բրյուսելում, Հունաստանում, այդ մեկը բաց էի թողել, հետո ապրել եւ ուսանել եմ Հունաստանում, հետո ապրել ես Բրյուսելում եւ հետո վերադարձանք Լիբանան եւ Լիբանանից արդեն 5 տարի եղավ, որ ընտանիքով տեղափոխված ենք Հայաստան։ Տեղափոխվել եք 2020-ին։ Այո։ Հայաստանի եւ հայության համար ճակատագրական տարեթիվ, բայց կարծես թե շատ անկանխատեսելի նաեւ Լիբանանի հետ կապված իրադարձությունների եւ կարծես թե շատ պատահական ամեն ինչ ստացվեց եւ որքանով որ հիշում եմ, երբ որ վերադարձար Հայաստան, վերջնական որոշումով որ պիտի այստեղ ապրես, Լիբանանում եղավ այն ահռելի պայթյունը եւ ընտանիքը դեռևս այնտեղ էր եւ այնտեղ եւ այստեղ պատերազմներ եւ վերջը ընտանիքդ վերադարձավ կարծես Հայաստանի պատերազմից մի քանի օր առաջ 5 օր առաջ այս ամբողջ խառնիճաղանճ պատմության մեջ ամենակարևոր եւ ամենահուզական կետը նա է որ դու որոշում կայացրեցիր, դուք ընտանիքով որոշում կայացրեցիք, որ պետք է վերադառնաք Հայաստան երկու պատերազմների միջև գտնվելով։ Մի քանի խոսքով պատմիր եւ հետո նոր անցնենք Rea Comics-ին։ Այո, Սաբետ, ճիշտ այդպես, որոշ ժամանակ կսեի, որ հայ ըլլալը դժվար, լիբանանահայ ըլլալը դժվար, կամ լիբանանցի ըլլալը դժվար, եւ երբ այս երկուքը կհամատեղենք իրար, լիբանանահայ ըլլալը հենց այդ ժամանակներուն ահավոր էր։ Այսինքն ես Հայաստան ժամանեցի օգոստոս 4 2020 թվականին եւ այդ ահավոր բայտումը, որ նշեցիք, բայտումի մասին իմացա Զվարթնոց օդանավակայանում։ Սկիզբից այո, Լիբանան ինչ որ մի բան պատահել է։ Դժբախտաբար այլևս սովորույթ դարձած այդ մի բանը, բայց երբևիցե ոչ մեկուն մտքեն անցավ կամ գանցներ այդ պահուն, որ այդ պատահած բանը այդ ինչ ահավոր, ասին մի Հիրոշիմայի կամ Նագասակիի չափ զորության պայթյուն էր, այդ սարսափելի նկարները հետո որ նայում ես, ընտանիքիս հետ չի կարող այդ պահին գապ հաստատել։ Եվ այս բոլորով հանդերձ, որովհետև չմոռանաք այդ ժամանակ COVID-ի ժամանակներ եւ պետք էր ես թեկուզ 14 օր մեգուսանայի առանց որևէ մեկի հետ շփվելու մարդկային հարաբերություններ ֆիզիկապես ունենալու, այդ էլ վրան պարտած, այդ ահավոր վիճակը, բայց այդպես, բայց ես եկա ծրագրեցինք, նախապատրաստեցի ընտանիքիս Հայաստան գալը եւ ընտանիքս որ ժամանեց դժբախտաբար 5 օր հետո, ճիշտ 5 օր հետո 20 թվականի պատերազմը սկսեց եւ մեր այդ ամբողջ ուրախությունը, խանդավառությունը, դարիներու երազը Հայաստան գալու, հաստատվելու ընտանիքով դխուր, ասես խավմը, դխուր ինչ որ կողմը ծածկեց այդ ամբողջը,
Բայց այդպես է, ինչ կյանքը կշարունակվի, այսօր ինչ որ ցանոթի հետ կխոսեի, ասի այո, այդ ամբողջ դժվարություններով, որ այս 5 տարով արդեն գանցնինք, Արցախի փուլային տադարգումը, որ այսօր հասած է, բայց ասի հագարակ այդ ամեն ինչին Հայաստան ենք, եւ ուրիշ ոչ մեկ դեղ պիտի ուզեի ելալ այս բահուն, քան Հայաստան, եւ եթե ես իմ ընտանիքովս եւ այս դարբեր ծրագիրներով գրնամ Հայաստանին եւ հայության ինչ որ չափով լավ բան դալ, ինչու ոչ, եւ անոր համար կփորձենք, պետք է ունենանք երազանք, ամուր միտք եւ հաստատ քայլեր եւ մարդիկ մեր շուրջը, որոնք մեզ ցերկ-ցերկի դված պիտի փարսացնենք։ Պետո ջան, ես որպես հայաստանաբնակ հայաստանցի, որովհետեւ մենք բոլորս մեկ ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, քո ընտանիքին եւ բոլոր այն սփյուռքահայերին, ովքեր վերջի որոշում են կայացնում եւ վերադառնում են հայրենիք։ Մենք այստեղ ենք զորավոր եւ համախմբված։ Միասին։ Հիմա մենք կխոսենք Ռեակոմիքսի ստեղծման եւ ծնունդի մասին, որը ստեղծվել է Ռեանիմանիայի շրջանակներում, որքանով ես եմ տեղյակ, եւ նաեւ Թուֆենկյան հիմնադրամում հասարակայնության հետ կապերի ղեկավար ես։ Վերադառնալով Ռեակոմիքսին, պատմիր ինչպես գաղափարը ստեղծվեց, ինչու հենց կոմիքսների վերաբերյալ։ Գիտեմ, որ դու կոմիքսի սիրահար ես։ Այո։ Բայց ինչու որոշեցիք ստեղծել մի ամբողջ հրատարակչություն միայն կոմիքսի շուրջ եւ ուզում եմ մի քանի բառ պատմես ծնունդից, որոշումից եւ հետո արդեն կխոսենք հետագա պլաններից։ Ամեն ինչ սկսեց հենց այդ վերջին մասից, որ ասացիք, որ կոմիքսի սիրահար եմ։ Ինչպես քիչ առաջ նաև նշեցինք, Լիբանանից հետո մենք տեղափոխվեցինք բادرազմի պատճառով Լիբանանի բնականաբար տեղափոխվեցինք Հունաստան եւ որոշ ժամանակ որ Հունաստան ապրեցի եւ հետո ուսանեցի, պետք է որ հունարեն սորվեի։ Եվ հունարեն սորվելու այն ժամանակ ամենալավ միջոցը գարձեմ թեկուզ իմ համար հունալեզու կոմիքսներն էին, որոնցից մի քանի հատ դակավին բահված են, այսպես 35 տարի հետո երևի կամ ավելի էլ մնացել են բահարանում կամ գրադարանում։ Բայց տեսեք, կոմիքսները միայն կոմիքս չեն, կոմիքսները միայն երեխայական կամ մանգական քրագանություն չեն։ Քո հարցազրույցում ես կարդացի, հենց բուն մեխը ամբողջ հարցազրույցի կարծես թե ուզում էիր ապացուցել մարդկանց ցույց տալ, որ կոմիքսը դա միայն մանկական զվարճանք չէ, այսինքն այն կարելի է համարել գրական ժանր, ինչ ես կարծում, կամ որևէ գրականության ուղղության մի ճյուղ է, այն առանձին որպես կոմիքս կարելի է համարել գրական ժանր։ Այո, հաստատ կարելի է կոմիքսը համարել գրական ժանր եւ ամենալավ, ամենաբատկերավոր ժանրերից մեկն է նաեւ, որովհետեւ համախմբում է, համատրում է քիրն ու քիծը եւ ամեն տեսակի դարբեր տեսակի քրություններ, նյութեր կան իբրև կոմիքս բուք, իբրև կոմիքս գիրք, այդպես։ Եվ այդ թյուր ըմբռնումը, որ կոմիքսը մենակ մանգական է, այդ նաև գուզենք փոխել հենց ռեակոմիքս նախաձեռնությամբ վրեժի հետ։ Եվ քանի սկիզբը հարց տվեցիր ոնց կամ ինչպես եղավ, վրեժի կասունիի հետ, որ Ռեանիմանիա ընդհանուր այդ ֆեստիվալի հիմնադիրն է, 2009 թվականից արդեն շուտվանից դեղափոխված սպիրկահայերից է, որ արվեստ նաև արդատրում է այստեղ։ Այսինքն կարիքը կար, բաց էր այդ տեղը։ Այո։ Եվ կարևոր այդ բացը հավատաս եւ հավատալով այդ բացը կոծես կամ այդ բահանջարկը ստեղծես։ Պետք է հավատանք եւ մենք վրեժն ու ես կհավատանք եւ կհավատանք իսկապես, որ Ռեակոմիքսի, մենակ կոմիքսի հրատարակչադունը Հայաստանի եւ հայկական իրականության մեջ դեղ ունի եւ մենք եկանք Ռեանիմանիայի գողքին
կոմիքսներով այդ փածը լրացնելու։ Եվ մեր նպատակը այդ է՝ փածը լրացնել, հայկական կոմիքս քրական ժանրը տարածել, մեծահասակներու նաև տրամադրել, դարբեր արդեն նախաձեռնություններ սկսած են եւ շարքը երկար է, գուզենք նաև դեղվույն հայաստանյան կոմիքսը խթանել, զարգացնել, հայաստանյանը միջազգային ամբիոններ փեմեր դանել, հայկական սպյուրկյանը նաև թեգուզ ոչ հայալեզու Հայաստան բերել եւ հայկականացնել, արդեն շատ ուրախ եմ հիմա գրնամ ասել, որ երկու դարբեր նյութով, երկու հայկական անգլիալեզու կոմիքսներ պիտի պատրաստվին փետրվար 2026 թվին եւ հոկտեմբեր 2026 թվին, որոնք կխոսին հայկական ինքնության մասին, անգլերեն լեզվով, որոնք ովքեր են հեղինակները, սպյուրկապնակ, ամերիկապնակ երկու հայրենագիցներ են, ամերիկահայեր են, որոնք անգլերեն լեզվով գկրեն, եւ մենք արդեն իրենց կդանք, բանակցությանց մեջ ենք իրենց եւ իրենց հրադարակչություններու հետ, որբեսի այդ հայկական հայանույթ կոմիքսները մեծահասակներու համար ինքնության մասին, պատկանելության մասին, սպյուրքի մեջ ապրելու մասին, բայց հայկականությամբ ապրելու մասին, այդ նյութերը թե արևմտահայերեն լեզվով, թե արևելահայերեն լեզվով փերենք թեպի մեզ, թեպի հայացում, եթե այս բառը կարող եմ օգտագործել։ Այսինքն կարող ենք ասել, որ կոմիքսները իսկապես կարող են փաստավավերագրական ինֆորմացիա նույնիսկ փոխանցել ընթերցողին եւ ուզում եմ մի փոքր խոսենք փոքր տեքստերի մասին։ Կոմիքսը հեշտ ընկալելի է, որովհետև այն կարծես թե վիզուալ արվեստը եւս ներառում է իր մեջ, ինչը այսօր երեխաներին շատ է գրավում։ Մեր հաղորդումը իհարկե մեծավ մասամբ մանկական գրականության կարևորության մասին է, բայց նաև նշենք, որ կոմիքսները իսկապես ոչ միայն մանկական են, բայց խոսելով մանկական կոմիքսների մասին, ուզում եմ հասկանանք, արդյոք վիզուալ շարժական մշակույթը, որ հիմա մտել է երեխաների մեջ եւ գրքից կտրել է, կոմիքսը կարող է փոխարինել ինչ-որ չափով դրան եւ երեխային բերել դեպի գիրքը, ունենալով քիչ տեքստ եւ հետաքրքրաշարժ պատկերներ։ Ինչ ես կարծում։ Միանշանակ այո։ Ես իմ երեխաներս արդեն կտեսնեմ եւ իսկապես որ այդպես է։ Կարևորը ինչն է, մենք մեր երեխաներ ընդհանրապես մղենք գարտալու։ Թեգուզ մի էջի վրա պատկերազարդ տեքստեր, բայց կարտան, շփվեն թղթի ֆիզիկապես եւ կարտալու հետ։ Բայց կոմիքսի բարակային այդ մեկը վիզուալ պատկերազարդ ուրախ թեգուզ կանի երեխաներու մասին կամ մանկական քրականության կամ մանկական կոմիքսի մասին որ գխոսենք, այդ պատկերազարդ քունավոր նկարներով եւ այդ գարջ տեքստերով կամ քրություններով երեխաները բնականաբար պիտի ներգրավին ոչ թե միայն գարտալու, այլ շուրջը նաև տեսնելու, ավելի շրջահայաց նաև լալու, որովհետև եթե երկու բառ պիտի ասենք մենք կոմիքսի այդ քարագուսի կամ այդ բղբճակի մեջ, այդ բղբճակի հետևում կան ձևեր, գույներ, քիծեր, արտահայտություններ, ուրախ, դխուր, խանդավառություն, լերը, ցորը, արևը, գնդակը, ձարը, այդ ամեն ինչը, որոնք այդ բոլոր մի քարագուսին այդ մի պատմություն է։ Երեխան ինքը արդեն այդ մեկ քարագուսիով ինքը իր պատմությունը արդեն կարող է դարբեր ծևերով հյուսել իր մտքի մեջ։ Ասեն երեխու երևակայությունը, դեսողությունը, ընկալումները կարող են կոմիքս գիրքերով նաև զարգացնել։ Այսինքն, եթե մենք սովորական գրքերում ունենք մեկ պատկեր, պատմությունը շատ է, բայց ամեն էջին ունենք մեկ պատկեր, կոմիքսը թույլ է տալիս նույն էջի վրա մի քանի տարբեր պատկերներ ունենալ, որտեղ հյուսվում է պատմությունը։ Շատ ճիշտ, շատ ճիշտ։ Եվ սա երեխայի մոտ միանգամից վառ երևակայության համար ակնհայտ մի հնարավորություն է եւ երեխաները եւս կարող են իրենց մեջ հանկարծ գտնել այն տաղանդը, այն շնորհը,
ցանկություն ունենալ իրենք էլ վերցնեն մատիտը եւ սկսեն նկարել, որովհետեւ այլ է երբ որ դու պատկերազարդ գիրքն ես տեսնում բարդ նկարներով, այլ է երբ որ դու պարզ գծանկարով տեսնում ես կոմիքսային պատկերները։ Ես շատ եմ տեսել երեխաներ, ովքեր կոմիքսները տեսնելուց անմիջապես ցանկություն ունեն մատիտը վերցնել, իրենք էլ այդ պարզ գծերը տանեն։ Ինչը գունավոր նկարազարդումների պարագայում այդպես չէ, այդքան էլ այդպես չէ։ Կոմիքսները նաև կարող են երեխայի մեջ արթնացնել նկարելու, նկարազարդելու ցանկությունը։ Որքան գիտեմ, տղատ շատ սիրում է կոմիքսներ նկարել, իսկապես այդ սերը կոմիքսների հանդեպ փոխանցվել է Շանթին եւ ինքն էլ նկարում է հիմա կոմիքսներ։ Տեսեք, իմ փոքրը Շանթ Ռուբենը 8 տարեկան է արդեն, եւ այո, նկարում է կոմիքսներ։ Եվ վստահ եմ, որ իր կոմիքսի սերը կամ քնահանդանքը, սեր չգիտեմ թե սեր է, հուսամ սերի հասնի, սիրո հասնի։ Բայց այո, տան մեջ այդ մշտական կոմիքսի սև ու սպիտակ կամ քունավոր գրքերից հարաճած է։ Անցյալ օր սա սենյակ մի մտները, սա ես կուկամ քեզ ցույց կտամ ինչ նկարած եմ։ Ու սև ու սպիտակ ինքն իր պատմությունը, օրական ինչ որ դբրոցից կամ իր բարամուկներից ինչ որ մի քանի էջ, այսպես նկարած, բերավ ու ցույց տվավ։ Նույնն էլ իմ աղջիկը ինքն էլ պատմություններ նկարում է եւ շատ յուրահատուկ, այսպես շատ քանքուր մազերով, այսպես մի աղջնակ է 12 տարեկան նանեն եւ յուրաքանչյուր կոմիքսի այդ քարագուսու մեջ մի աղջիկ կա այսպես խճճված կանկուր մազերով, որ ինքն է։ Այսինքն ինքը կա մեջ, ինքը իրեն է տեսնում որպես հերոս։ Այո, տասարաններ պատմվածքներ կամ դրվագներ, ամենօրյա կյանքեն պատմվածքներ, դրվագներ։ Եվ հաջելին ինչ է, որ ասում ենք քիրուքից, ասեն նկարել ու գրել։ Հաջող էլ պատում է, որ մեկը նկարում է, իսկ մյուսը գրում է։ Ասեն համատեղ աշխատանքով կարելի է մի պատմություն մեջտեղ բերել։ Դան ինչ որ մի բան, որևէ մեկ բան այդպես։ Եվ ոչ մենակ իմ երեխաների, այլ ընդհանրապես կոմիքսի մասին, որ մի քիչ առաջ ասում էիք, ասեն կարելի է կոմիքս ստեղծել թիմային աշխատանքով, մեկը պատկեր է, մյուսը գր է, մեկը քունավոր է, եւ այսպես ինչ որ մի բան ստեղծվի։ Սովորաբար գրքերը, հատկապես մանկական գրքերը, հենց այսպես են ստեղծվում, հեղինակը եւ նկարազարդողը։ Բայց տես կոմիքսի պարագայում մեկ հոգին կարող է իր սիրելի պատմությունը նկարազարդել, նկարել, գծագրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Այսինքն այստեղ մեկ հոգու պատմություն եւ մեկ հոգու նկարազարդում կարող է լինել, որը կարծես թե ավելի հարմոնիկ է, ավելի teamwork որ ասենք, չէ, աշխատանքային խումբը երեխաներու օրինակ դպրոցներու մեջ օրինակի համար կարելի է նման աշխատանքներ տանել հadoop տասարանի համար։ Մեկը պատմությունը գրի, մյուսը նկարազարդում անի։ Ահա գիրք եղավ, դպրոցական ասենք ծրագիր, project, հա, որ 6-րդ տասարանի երեխեքը պիտի մի պատմություն կրեն, պատկերազարդ պատմություն։ Մի խումբը պատմությունը կստեղծի, մյուս խումբը պատկերները կստեղծի, մի երրորդ խումբ էլ ենթադրենք, կամ ինչու՞ չէ, քունազարդումը ստեղծեն։ Այսպիսի ծրագիրներով երեխաները ամբողջական երևակայություն, մոդեցում, հեքիաթային ինչ-որ մի բան կարող է։ Այո, միասնական ստեղծել այդ պատմությունը։ Պետո ինչ ես կարծում հայաստանյան հրատարակչական իրականության մեջ, ինչու կոմիքսը այդքան ակտիվ չէ եւ ինչն է պատճառը, որ հրատարակիչները ռիսկ չեն անում կոմիքսների վրա շատ գումարներ դնել եւ կոմիքսներ հրատարակել։ Հայաստանում փորձեր արվել են կոմիքսների եւ կարծես թե շատ հաջողություն չունեն, այսինքն հրատարակիչները դժվարանում են կոմիքսներ հրատարակել։ Ինչն է պատճառը, ինչն է տարբերությունը աշխարհի եւ Հայաստանի միջեւ, որովհետեւ կոմիքսը իսկապես մեծ հաջողություն, մեծ համբավ ունի Հայաստանից դուրս, Եվրոպայում, Ամերիկայում եւ շատ սիրում են կոմիքսները, հատկապես երեխաները։ Ինչն է պատճառը, որ հայաստանյան գրաշուկայում այն բացակայում է, գրեթե բացակայում է։ Դեսեք
անչադենք մանկական կամ երեխաների քրական կամ կոմիքսներ գրքերը, խոսենք չափահասների համար, այդ կոմիքսների համար, որ մենք հիմա ուզում ենք այդ մեկը ռեայով անել։ Իմ կարծիքով դարբեր պատճառներ կան, բնականաբար, մեկը կարծում է, որ գրքի հանդեպ ընդհանրապես հետաքրքրությունը նվազած է, որովհետև եթե նայենք վերջին տարիներու Հայաստանի քրադուներու կամ քրախանութներու վաճառքի այդ ամեն ինչին որ նայենք, երևի թե ինչպես է շուկան ընդհանրապես։ Էլ ուր մնաց մի ամբողջովին դարբեր քրական ժանր, որ մեծավ մասամբ համարվում է մանկական, որ լուրջ չի առնվում, ընկալումը այդպիսին է եղել եւ դեռ էլ ավելի ինչքան պիտի վաճառի։ Վերջո քրախանութները կամ հրադարակչատուները արդեն բիզնես են նաև։ Բնականաբար պիտի իրենք նաև նայեն, որ ինչպես իրենց սպառում պիտի լինի, որպեսզի կարողանան շարունակել, չէ։ Վերջին տարիներու Հայաստանի ամենաշատ վաճառված բեսթսելերը քանի օրինակ զախված է, օրինակի համար 1000, 1200 top ամենաշատը, չէ։ Հայաստանի մեջ որպեսզի կոմիքսը իբրև ժանր, քրական ժանր, որ ասում էինք հասած լինի ինչ-որ միտեղ, պիտի քրականության հանդեպ ընդհանրապես հետաքրքրությունը ավելանա։ Չեմ ասում չկա, հաստատ կա, մանավանդ Հայաստանում հաստատ կա, բայց պիտի ավելանա։ Բայց Հայաստանի մեջ վերջին 5-6-7 տարիների ընթացքում հրաշալի կոմիքսներ կան, հրաշալի կոմիքսներ կան։ Եվ մեր նպատակները այով այդ կոմիքսներուն դեղ դալ, հնարավորություն դալ, արիթ դալ, այդ արվեստակետին այդ հնարավորությունը դալ, մտքի հանգիստ դալ, որ եթե սապետը պիտի նկարի իր կոմիքսը, պիտի մտքին մեջ իմանա, որ եթե ես ռեայի մոտենամ, կարող է ռեան իմ կոմիքսը օժանդակի ինձ, որ հրադարագեմ, որ շուկա հասնի։ Ոչ միայն շուկա հասնի, էլ հասնի Անգուլեմ, ամենաձանոթ, ամենանշանավոր միջազգային փառատոնը։ Մեր նպատակը այդ է։ Դրա համար էլ ասում ենք, ոչ թե զարգացնենք եւ խթանենք եւ դարաձենք հայկական կոմիքսը։ Ռեան 23-24 եւ այս տարի եւս ֆեստիվալի ձիրի մեջ վերջին այս 2 տարիներով այս տարի եւս անշուշտ պիտի կոմիքսներու մրցույթ էլ հայտարարազենք։ Առաջին 3-ին նյութական օժանդակություն դրված է։ Այս տարի կուզենք փոխել այդ ֆորմատը, որ խոստանանք, փորձենք, որ մրցույթ շահող գիրքը մենք պիտի հրադարագենք։ Այսինքն, եթե մենք 20 հատ հուսամ եւ ավելի հայտ ստանանք, ժյուրին պիտի նայի, առաջինը S եւ մենք կուզենք, որ առաջին տեգուզ հանդիսացած կոմիքս գիրքը հրադարագվի, մենք հրադարագենք, ռեա կոմիքսով հրադարագենք։ Ռեանիմանիայում կոմիքսի, ռեա կոմիքսի այս մրցույթի գաղափարը հրաշալի գաղափար է, Պետո ջան, որովհետև սա իսկապես խթան կհանդիսանա այն երիտասարդների, ոչ երիտասարդների համար, ովքեր մինչև հիմա ցանկություն են ունեցել, երազել են եւ չեն հանդգնել դիմել հրատարակիչներին, քանի որ կոմիքսը Հայաստանում մեծ այսպես տարածում չունի, գուցե մեծ պահանջարկ չունի, եւ սա իսկապես խթան կհանդիսանա, այսինքն եթե ինչպես ասացիր, գոնե մի 20 հայտ ունենակ, արդեն նշանակում է, որ հաջորդ տարի 20-ը բազմապատկվելու է, դառնալու է 40, 60 եւ ավելանալու է։ Փաստորեն հրատարակչության նորաստեղծ հրատարակչության գործունեությունը լսելի դառնալով կսկսի ակտիվանալ եւ ստեղծողները, կոմիքս ստեղծողները կունենան մի վայր, որտեղ կիմանան, որ իրենց կոմիքսները կարող են հրատարակվել հավանության արժանանալու պարագայում։ Սա մի հրաշալի հնարավորություն է, որովհետև Հայաստանում իսկապես կոմիքսների դաշտը բացարձակ բաց է։ Բացարձակ չասենք, ես գիտեմ, որ կան կոմիքսներ, բայց գիտեմ, որ դրանք դժվար են սպառում գտնում, որովհետև կոմիքսները Հայաստանում շատ տարածված չեն։ Կոմիքսները մեծերի համար եւ կոմիքսները փոքրերի համար։
Սովորաբար մարդկանց համար կոմիքսները միշտ ընկալվում են մանկական։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, կար մի ամսագիր Բումմի կոչվում էր, գերմանական ամսագիր էր, եւ այնտեղ մի քանի էջ կոմիքսներին էր տրված։ Ես շատ մեծ հետաքրքրությամբ էի դրանք կարդում եւ իսկապես այդ նկար եւ փոքրիկ տեքստ, ասելիքը մի տեսակ տպավորություն էր, որ հենց կերպարը տեսնում ես, նույն վարքյանին ասելիքը կարճ, հստակ, դիպուկ կարդում ես եւ միանգամից ուղեղումդ նստում է այդ ինֆորմացիան։ Այս ձևաչափը շատ լավն է իսկապես։ Ես էլ երկար մտածել եմ ինչու Հայաստանում կոմիքսը զարգացում չապրեց եւ հավանաբար զբաղվող չեղավ կոմիքսների տարածմամբ եւ շատ ուրախ եմ, որ հիմա կա այս հրատարակչությունը եւ զբաղվող կա այլևս կոմիքսներով եւ այն ոչ թե միայն մանկական կհամարվի այսուհետ, այսինքն այսօրվա մեր այս խելահեղ ռիթմի մեջ, երբ որ մարդը չի հասցնում նույնիսկ գեղարվեստական գրականություն կարդա եւ սևեռված է միայն մասնագիտական գրականության վրա, կոմիքսները հեշտ տարբերակ են մարդուն դեպի գիրքը բերելու, արագ գիրքը կարդալու։ Գիտեք ինչ սապետ, վերջին տարիներուն մի ագնարկ նաև կուզեմ անել ներհայաստանյան կոմիքսին նաև, որովհետև իսկապես որ կան, բայց ուզում ենք այդ մի քանի հատը չլինեն մի քանի հատ, լինեն շատ, նպատակը այդ է։ Օրինակ վերջին տարիներուն վերջին կոմիքսը երևի որ լույս տեսավ Փարաջանովի մասին մի կոմիքս էր Լևոն Գյուլխասյանի պատկերազարդմամբ դրանից առաջ կա ուզում եմ նաև ասել եւ ցանոթացնել հենց այդ կոմիքս արվեստագետներին կա Լենա Դերունց որ կամարագնաց անգլերեն լեզվով հրատարակած է Սև ու Սպիտակ կա նաև Դիկրան Բասկևիչյանի Արևիկի պատմությունը, որի մասին խոսել ենք, որ հենց այդ Արևիկի, հենց այդ կոմիքսը չափահասներու համար է անշուշտ եւ վավերագրական, պատմությունը ինչ կարեւոր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի Արևիկի, մի աղջնակի պատմություն է, որ իր հոր եղբոր մոտ արձակուրդի գերտա եւ հենց անունն էլ ամառային արձակուրդ է որ 30 տարվան վրա գերկարի երկրորդ համաշխարհային պատերազմ, քերեվարություն, եւ 30 տարի հետո ինքը իր ընտանիքին մոտ կգա Երևան, Միացյալ Նահանգներից եւ այս մի աղջնակի պատմությունը մի 5000 ընտանիքի պատմություն է, վավերագրական պատմություն է կոմիքսի մեջ, կոմիքսով, սև ու սպիտակ գույներով։ Կա հայկական նմանօրինակ մի պատմություն Զաքո Դիկրան Մանգասարյանի ընտանիքի պատմությունը, որ շատ ուրախ եմ ասելու, որ այս օրերին արդեն կպատրաստվի անիմացիոն ֆիլմ նաև, շարժաբատկեր նաև կպատրաստվի ըլլալ։ Կա Տնկապերտի արումը փոքր քունավոր, այդպես շատ թունդ այդ պատմության նման կարմիր, սև ու սպիտակ գույներով նկարազարդված։ Փոքրերի համար մի հատ այլ նախաձեռնությունը եղավ, որ իսկապես կուզեմ տեսնել, որ պիտի շարունակվի, այդ վիշապն է, երեխաների համար է, թիվ 1-ը կամ առաջինը լույս տեսած է, գրված է թիվ 1 հենց կողքի վրա գրված է, գհուսամ, որ թիվ 2, 10, 20 եւ 101 էլ պիտի հասնի, իմ երեխեքն էլ այդ մեկը շատ կսիրեն, շատ կգարտան, մի քանի անգամ արդեն գարտացել են, եւ կան այսպիսի բաներ, բայց ուզում ենք հատուկենտ չլինի, ուզում ենք այն արվեստագետը, նկարիչը, գծագրողը, քրողը իմանա, որ ինչ որ միտեղ կարամ ես իմ ստեղծագործությունը մրցույթին ներկայացնել ռեային հույսով, որ ինչ որ միտեղ կհասնի։ Կամ ինչու՞ չէ ռեան, եթե սկսենք կամաց մասնակցել միջազգային պարադոններու, գրքի պարադոններու, կարող ենք մենք այդ հայկական գրքերը, որոնք դակավին լույս չեն տեսած, կարող մենք ներկայացնենք միջազգային։ Այո, ես հենց այս մասին էի ուզում խոսել։ Կա այդպիսի գաղափար մեր հայկական հենց ձեր հրատարակչության կամ գուցե հետո արդեն հրատարակիչները կսկսեն հրատարակել նմանատիպ գրքեր, մեր հայաստանյան ստեղծված կոմիքսները ներկայացնել դրսի շուկային եւ իրավունքները վաճառելով, ուրեմն հանրաճանաչ դարձնել մեր հայաստանյան կոմիքսները, եթե դրանք հաջողված կոմիքսներ լինեն։ Ունեք այդպիսի գաղափարներ։ Այո, ունենք այդպիսի գաղափարներ, եւ հենց այդ հարցազրույցի մասին, որ նշեցիր մի քիչ առաջ, որ վրեժ կասունու հետ, այնտեղ էլ ենք նաեւ ասել, որ
ոչ թե մենակ ուզում ենք մասնակցել եւ ներկայացնել, այլ նույնիսկ շահել որոշ միջազգային պարադոնների մրցույթներ մեր հայկական կոմիքսներով, որովհետեւ մենք ասելիք ունենք։ Մենք պատմություն ունենք, այո։ Ուրեմն պատմությունը պիտի ասենք։ Ինչ ձևով որ լինի, պիտի ասենք մենք մեր պատմությունը։ Եվ այդ պատմություն ասելու ձևերից մեկը այս կոմիքսներն են, պատկերազարդ, նկարազարդ պատմություններ։ Պատմություն ասելու մասին խոսելով ես նաև թարգմանություններ եմ անում, հենց պատմությունը ասելու համար։ Մեր հայկական պատմություններից պատմական որոշ դրվագներ ես ինքս անգլերենի թարգմանում եմ, ընկնում եմ դուրեդուր հրադարագիչ գտնելու կամ ֆինանսներ գտնելու համար, բայց բարձրապես որովհետև հավատում եմ, որ մենք մեր պատմությունը, մենք մեր խոսքով ու գիրով պետք է միջազգային հանրության հասցնենք։ Այս անձնական իմ նախաձեռնությունն է, գապ չունի ռեայի հետ, բայց ռեայի նպատակն է նաև մեր եղած այս իրականությունը, այս պատմությունները, այս ասելիքը, այս ամեն ինչ որ կուտակված է եւ հարաճ նայելով տանել դեպի միջազգային հանրույթ, իբրև քրական ժանր, հայկական քրական ժանր։ Եվ պիտի աշխատենք, որ հասնենք այնտեղ, որ ուզում ենք հասնել։ Հաջողություն մաղթենք ամբողջ այս գործընթացին, իսկ քո ընկալմամբ գեղարվեստական գիրք դասական տեքստով եւ ուրեմն կոմիքս։ Քո ընկալմամբ ո՞րն է տարբերությունը եւ ինչու ես այդքան շատ սիրում կոմիքսները։ Որտեղից է այդ սերդ կոմիքսների հանդեպ։ Չգիտեմ որտեղից եկել է, բայց ուրախ եմ, որ եկել է։ Դες քեղարվեստական նույնիսկ ահագին կոմիքսներ կարդացել եմ ես։ Քաղաքական, գենսակրական կոմիքսներ, արվեստական, քեղարվեստական, Դալիի մասին, Պիկասոյի մասին, Բախի մասին, կոմիքսներով ես շատ բան եմ սովորել։ Եվ երևի եկած է, դե շատ հետ գնամ, հավանաբար եկած է, երբ որ մենք Հունաստան տեղափոխվեցինք, եւ ես պիտի հունարեն սովորեի։ Հավանաբար այդպես մեջս մնաց եւ իմ հետ նյութերն էլ զարգացան եւ ավելի ընդլայնվեց դաշտը, կոմիքսների դաշտը, հավանաբար։ Բայց որ սիրում եմ։ Եվ վստահաբար այդ 10 տարիներ, որ Բրյուսել, Բելգիա ապրած եմ, այդ գիտեք, Բելգիկան կոմիքսների մայրաքաղաքն է երևի կամ կենտրոնն է, այնտեղ էլ ավելի ամրապնդվեց, շատ հավանաբար կոմիքսների հանդեպ գնահատանքս, եթե սեր գար, ուրեմն գնահատանքն էլ կա։ Եւ այդ բոլորը տեսնելով, դե ինչու մենք մերը չունենանք, մենք մեր ինչու չստեղծենք։ Կոմիքսը համեմատաբար 120-125 տարիներու պատմություն ունեցող քրական ժանր մնե, որ Եվրոպայի մեջ սկսեց, երկիզանեկարներով, կամ պատկերազարդ ինչ-որ գրքերով, կամ քաղաքական ծաղրանկարներով, բայց հետո դարձավ քրական ժանրի։ Ես միշտ ասում եմ, ինչու օրինակ Աստերիքսը կամ Տինտինը կամ այդ նշանավոր կոմիքսներ հայերենով չունենանք։ Մեր երեխաները ինչու դրանք իրենց լեզվով չկարդան։ Մշակույթը չի եղել կոմիքսների եւ ոչ թե երեխաները չեն սիրում, այլ ուղղակի մշակույթը չի եղել եւ եթե հիմա սկսեն հրատարակվել կոմիքսներ, կարծում եմ երեխաները հատկապես շատ կսիրեն, բայց որ մեծերի համար այն կարող է լինել իսկապես դառնալ սիրելի։ Սա իհարկե հայաստանյան մշակույթում իսկապես նոր գաղափար է եւ պետք է բերենք դրան, որովհետեւ երբ որ դու նայում ես փաստաբավերագրական կոմիքսները, հասկանում ես, որ սա պարզապես կարճ եւ հստակ դիպուկ ինֆորմացիան տեղ հասցնելու համար լավագույն միջոցն է։ Գուզեմ հստակ օրինակ տալ, որովհետեւ երբ որ մենք Բելգիայից Լիբանան տեղափոխվեցինք, իմ աշխատանքներից մեկն էլ ուսուցչությունն էր հայկական նորաբաց դպրոցներից մեկում 7 տարբեր դպրոցներ միավորված էին եւ 600-700 հոգանոց հայկական վարժարանի ուսուցիչ էի Լիբանանի մեջ նորաբաց եւ դասավանդում էի 9-ից 11-րդ դասարանների համար հայոց պատմություն եւ ավարտական դասարանին 13-րդին քաղաքացիական գրթություն։ Եվ գիտեք ոնց է, պատմության դասի ընթացքին երեխեքը չեն ուզում, ձանձրանում են, այդ, ուրեմն ես ձեր ցույց կտամ։ Ձևը գտար։ Ձևը կգտնեմ։ Եվ իմ հետ կոմիքսի սիրահար լինելով, կոմիքսի գրքեր
հետս դասարան բերի 9-րդ եւ 10-րդ դասարանների համար մեկն էր Նեմեսիս գործողությունը Տեհլիրյանի կամ Թալյատի ահապեգումը Տեհլիրյանի կողմից Հայաստանի կողմե քրիստոնեության ընդունումը Վարդանանց պատերազմը եւ ցեղասպանության մասին մի այլ գիրք այս 4 գրքերը դեգուզ անգլերեն լեզվով ես այս կոմիքսի միջոցով հաջողեցա այդ երեխեքին որոնք անդարբեր են չեն հետաքրքրված հոգնած են հիմնական pedagogan նյութերից հետո պիտի որ էսել անցնեն գիտենք ոնց է այս երեխաների ուրախությունը եւ հետաքրքրությունը տեսնեիք հենց այս նյութերու հանդեպ եթե ես այդ ձևով հաջողեցի թեգուզ մի դասարանի մանրամասն բացադրել հասկացել կոմիքսի գրքով որ ինչպես մենք քրիստոնեությունը ընդունեցինք կամ ինչի Վարդանանց պատերազմը եղավ արդեն հաջողությունը իբրև ուսուցիչ եւ իբրև հայ մարդ իմ ավելի երիտասարդ սերունդի հանդեպ կարողացար հետաքրքրություն առաջացնել եւ բերել դեպի գիրքը դեպի այն պատմությունը որ ուզում էիր պատմել ասել իրենց ուսուցանել եւ պիտի ուզեմ օրինակեմ արդեցնել կոմիքսը, լուրջ կոմիքսը, դասաժամի կոմիքսը, դասաբահի կոմիքսը նյութերով դպրոցներում մեջ ինչու՞ չէ գրատարաններում լինեն կոմիքսները կամ եթե պիտի դպրոցները տան ընթերցանության ցանկը ամրան համար կամ ընդհանրապես աշակերտներին պիտի տան նաև ցանկում լինի կոմիքս էլ լինեն ինչու՞ չէ այսինքն որպես մշակույթ կամած պետք է մտցնել գրականության մեջ որպես ժանր այդպիսին ամեն տեսակի կոմիքսը կա ճապոնականները մի տեսակ այդ իրենց յուրահատուկ ձևով եվրոպականը մի տեսակ կան սև ու սպիտակը կա թարգմանություններու մասին որ ասում ենք եւ երեխեքի հետ հիմա այսպես մի քիչ անկապ ամեն դերից մի բան հիշում եմ եւ կարեւոր է ամեն բան կարեւոր է որովհետեւ Տիգրան Բասկևիչյանի հեղինակած այդ գիրքը ամառային արևիկի մասին սև ու սպիտակ է Եվ ես հիմա այդ մեկը թարգմանում եմ անգլերենի եւ շուտով պիտի լույս տեսնի անգլերենով եւ տարածենք նաեւ միջազգային հանրության։ Եվ թարգմանելու ժամանակ տպել եմ այդ էջերը, սև ու սպիտակ եւ դադարք բղբճակներով։ Ուրեմն այդ դադարք էջերը, բղբճակները, սև ու սպիտակը իմ երեխեքի տվեցի, դե ինչ կուզեք արեք։ Եվ հրաշալի է տեսնել, որ իրենք ինչպես պատկերացուցին այդ նկարը տեսնելով, ինչ գունավորումներ արեցին եւ ինչ պատմություն դրին իրենք հենց այդ բղբճակների դեր։ Մի նոր պատմություն հյուսվեց նկարների շուրջ։ Այդ Տիգրանին ուղարկեցի Բասկևիչը, դա այս հրաշալի բան են արել։ Մի այլ ընդհանրապես դարբեր պատմություն է սարքել։ Պատկերացնում եմ։ Դրա համար դպրոցական տարիքի երեխեքը այդ մաքուր, զուլալ, անգերձ իրենց մտքով մի բան տեսնում են, մի բան պատկերացնում են։ Այդ իրենց երևակայությունը Այսինքն երևակայություն զարգացնելու համար, ստեղծագործ միտք զարգացնելու համար ինչ կարևոր հնարավորություն է։ Առավել եւս երբ որ դեռ գրել չգիտեն, պատմություն գրել չգիտեն, մի փոքր այսպես նախադասությամբ կարող են ամբողջ պատմությունը կամ նեղանում են որ իրենց այդ գիրերը չեն բավարարում են մի բղբճակի մեջ, մի նեղանակ, ոչինչ, մի այլ բան կանեք։ Յետևը, բայց այդ զարգացնում է։ Շատ Շատ հրաշալի գաղափար։ Սա կարելի է նույնիսկ կիրառել դպրոցներում որպես ստեղծագործ միտք զարգացնելու համար միջոց։ Այսինքն թե արվեստ է, թե քրականություն է եւ համադեղում է երկուսը, թե վավերագրություն է։ Այո։ Հիմա որ զրուցում ենք մտքովս անցավ, որ երեխաները նաև սովորելու մեջ են ձանձրանում եւ թերանում են հենց այն պատճառով, որ դասագրքերը հետաքրքիր չեն երեխաներին, կրթական այդ մեխանիզմը գրքեր ստեղծելու գրավիչ չեն երեխաների համար։ Ինչ ես կարծում, կարող են կոմիքսների ներգրավվածությամբ երեխաներին բերել դեպի կրթություն, այսինքն կոմիքսը դառնա կրթական գործիք։ Հնարավոր է։ Այո, անշուշտ։ Գիտեք ինչ է, գիրի եւ նկարի, պատկերի համադեղումը հենց այդ երեխեքի համար արդեն արիտ է տալիս, որ իրենք նախ արտահայտվեն։ Բայց եթե մենք իրենց սեղանների վրա դնենք պատկերազարդ, լավ մտածված գրքեր, կոմիքս չէ մենակ գիրք։ Այո։ Բայց պատկերազարդ լինի այդ բնականաբար երեխաներին
պիտի մղի, որ հենց եթե տեքստը, գրությունը չպիտի քաշե երեխաներին, նկարը հաստատ քաշելու է, նրանց պիտի գրավե, գրավիչ պիտի դառնա, եւ պատկերի միջոցով կարող է նաեւ գիրին ուշադրություն դարձնեն, բայց ես ի նկատի չունեմ, որ օրինակ կերպարվեստի դասերին դա կիրառեն, ես հենց նկատի ունեմ, այո, հաստատ միանշանակ։ Հիմա որ դասագրքերը փոխվում են, հիմա անդադ մրցույթներ են կանում եւ նոր դասագրքեր են ստեղծվում, օրինակ կարող է պահանջ լինել, պարտադիր պահանջ լինել, ներառել գրքերում կոմիքսային նյութեր, որպեսզի երեխաներին գրավիչ դառնա ավելի, այսինքն իմ պատկերացմամբ հիմա որ մտածում եմ երեխաները որ թերթեն դասագիրքը վստահ այդ էջերը շատ ավելի պիտի սիրեն եւ ձգտեն երբ պիտի այդ դասերը գա որ իրենք կոմիքսներով դասերը կարողանան անել եւ իսկապես սա կարելի է լսելի դարձնել կրթության մասնագետներին եւ այսուհետ օրինակ դասագրքերի մեջ կիրառել կոմիքսները կամ լինի լավ մտածված, լավ պատրաստված աշխատանքային դեր։ Թեգուզ։ Այո, կից ինչ որ առարկայի դասագրքին կից լինի կոմիքսներով աշխատանքային տետր, եւս շատ լավ գաղափար է։ Մենք էլ նայում ենք, ասեն, ռեա կոմիքսում մենք էլ ենք նայում, որ ոնց անենք, որ կոմիքսը լինի այն ինչ որ մենք ուզում ենք, բայց միաժամանակ մտածում ենք, որ ոնց կարանք այնպես անենք, որ երեխան կոմիքսով նաեւ մի լեզու սովորի, մի պատմություն սովորի, նկարել սովորի, գրել սովորի, որովհետև վերջում մեր ուզածն է, որ այո, զարգացնենք կոմիքսը, զարգացնենք քրական ժանրը, հայկական, բայց նաև երեխեքին մղենք արտահայտելու եւ արտահայտվելու այդ հնարավորություն եւ սովորելու մի բան սովորելու։ Ռեա կոմիքսը արդեն կարծեմ ունի մեկ հրատարակած գիրք կոմիքսների մի փոքր պատմի ինչ դժվարություններ ունեցաք երբ որ գիրքը պիտի հրատարակեիք հրատարակչի համար ամենամեծ խոչընդոտը դժվարությունը ֆինանսական դժվարությունն է եւ ինչպես եք պատկերացնում որ հետագայում նույն ռեանիմանիայի շրջանակներում շահած գիրքը օրինակ եթե պիտի հրատարակվի կամ հետագայում մյուս գրքերը որոնք պիտի ներկայացվեն ձեր հրատարակչություն ոնց եք պատկերացնում դրանց կյանքի կոչելու ամբողջ այդ ֆինանսական ընթացքը արդեն մենք ունենք հրատարակված գիրք որ ներկայացվեցավ 24 թվականի ռեա ֆեստիվալի ձիրներս այն գոչվում բրնցկամարտիկը գերմանացի Ռայնհարդ Կլայստի նկարազարդած պատմությունն է ինչ որ մի հրյա բրնցկամարտիկի մասին որ 40-45 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կերևարված էր այդ Լեհաստանի այդ կամպերի մեջներ ազատված էր բնականաբար պատերազմեն հետո եւ ինքը մենակ գրվում էր որպեսզի ողջ մնա մի ցավալի պատմություն է այդ մեկը բայց պատերազմից հետո ինքը ողջ մնաց պատերազմի ընթացքին եւ դեղափոխվելով Միացյալ Նահանգներ այնտեղ փորձեց նաեւ պրոֆեսիոնալ բոքսեր բրնցկամարտիկ դառնալ բայց հետո թողեց եւ իր ընտանիքով սպառվեց այս մեկը ինչու նաեւ ուզեցին կանել որովհետեւ եւ ինչով էր պայմանավորված որոշումը հենց այս գիրքը առաջինը հրատարակել տեսեք նաեւ ուզում ենք ցույց տալ որ օրինակ եմ ցեղասպանության մասին մենք քանի կոմիքս ունենք 1, 2 երևի որակավոր ինչ-որ մի բան որոնք Հայաստանում են հրատարակվել կամ դրսում Սփյուռքում շատ քիչ եւ հավանաբար կոմիքս իբրև այդպեսին հրատարակված է ոչ հայերի կողմից նաեւ 1 կամ 2 մեր պատմություն ինչու մենք չասենք թեգուզ մենք ասում ենք բայց կոմիքսի միջոցով երբեք չենք ասել այո որ կարանք ասենք եւ առաջինը այդ մեկն էր հեղինակն էլ եկավ ներկայացուց այդ ամեն ինչ արեցինք այստեղ 24 թվականի հոկտեմբերին շնոր հանդես արեցիք եւ հեղինակը ներկա էր այո մի այլ նախաձեռնություն որ նորեն անցած դարի արեցինք եւ ներկայացուցինք Արմինեի 3 յանքերը անունով գիրքն է նորեն կոմիքս է Արմինեի մասին Գյումրիից որ երկրաշարժին իր ոտքերը կգործընծնե եւ 3 դարբեր փուլերով կփորձի իր կյանքը վերագանքնել դարբեր ասպարեզներում մտնելով
հատուկ ողիմբյական մարզիկ դառնալով, ծանրապարզ դառնալով, այդ ամեն ինչ անում է նաև։ Բայց այդ մեկը ֆրանսիական հեղինակություն էր, Ֆրանսիայի մեջ ֆրանսերենով տպագրված, պատրաստված, Ֆրանսիայի մեջ հայերենով թարգմանված։ Ֆրանսիական հրատարակչություն էր հրատարակել։ Հայկական չէր, օրինակ։ Այդպես કે որովհետև պատմությունները կան, որ հայկական է, բայց հայալեզու չեն։ Այո։ Մենք նաև ռեայով ուզում ենք այս հայկական պատմությունները ոչ հայալեզու, նորև հայկականությամբ բերել, ինչպես մի քիչ առաջ էլ ասեցի։ Եվ երրորդ մեր նախաձեռնությունը, որ ամենա երկար ժամանակը տևեց, որ այս բահին արդեն տպագրվում է, Մանուշյանի մասին պատմող գրաֆիկ նովելն է։ Հրաշալի։ Մի քանի խոսքով, եթե կարող ես մի քանի խոսքով պատմել այս նախաձեռնության մասին։ Երբ որ իմացանք, որ Մանուշյանի մասին Ֆրանսիայի մեջ կամ ֆրանսերենով, բայց բելգիկական ինչ-որ հրատարակչատուն Մանուշյանի մասին վավերագրական, փաստա վավերագրական գիրք, կոմիքս է հրատարակում, անմիջապես դիմեցինք նրանց։ Եվ շատ հետաքրքրական եղավ սա պետ, երբ լուրը տեսա, Twitter-ի վրա տեսա։ Անմիջապես այդ հեղինակին գրեցի, որ արի հայերեն թարգմանենք։ Եվ այդտեղից սկսեց մի Twitter-ի պատմություն, մի tweet-ի պատմություն է։ Մի Twitter-յան պատմություն, այո։ Եվ կապի մեջ մտանք, կամաց իրավունքներու հետ, եւ մի այլ բան էլ կա, որ պետք է նկատի առնենք։ Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով մենք էլ նաեւ պրոֆեսիոնալիզմ ենք նաեւ սովորում եւ ներմուծում ներքին շուկա։ Այսինքն դու էլ հրատարակչության մեջ ես, աշխատում ես դրսի հետ, տեսնում ես դրսի միջազգային այդ պրոֆեսիոնալ մակարդակի հրատարակչատուն ոնց են աշխատում, ինչքան հստակ, պրոֆեսիոնալ, ուղիղ, արդեն հստակ մեխանիզմ ունեն դրված, որով աշխատում են աշխարհի հետ։ Այո, հենց նաև էլ ենք նաև բերում Հայաստան անուղագիորեն, բայց նրանց հետ աշխատելով այդ մշակույթն է նաև բերում ենք այստեղ։ Իրավունքներու հարց, լեզվի հարց, օրինակի համար Մանուշյանի գիրքը, որ թարգմանել էինք, հայկական էլեկտրոնային տարբերակ ուզեցին տեսնել, ուղարկեցինք Բելգիա, ֆոնտերը չհավանեցին։ Ուրեմն հետ ուղարկեցին մեզ, ֆոնտերը փոխեցինք, հետ ուղարկեցինք, հաստատեցին եւ բավական այսպես երկար փուլերով անցավ, չափսերը, թուղթը, հաստ կամ փարակ գողքը, այդ ամեն ինչը։ Եվ հաճելի է, ուրախալի է, հիմա այսպես նստած խանդավառվում եմ ես։ Ես տեսնում եմ աչքերիցդ փայլում են աչքերդ, երբ որ խոսում ես կոմիքսների ընդհանրապես կոմիքսների մասին եւ առավել եւս այն կոմիքսների գրքերի, որոնց մասնակիցը դու պիտի լինես, որոնց հրատարակման, լույս ընծայման մասնակիցը դու պիտի լինես, մասնիկը դու պիտի լինես։ Երբ պիտի լույս տեսնի Մանուշյանի։ Մի քանի օրից արդեն պետք է մի շաբաթից ասեմ, պետք է որ պատրաստ լինի։ Այս մեկը Մանուշյանի գիրքը ամենադժվարն էր, որովհետև թուղթի առումով, որակի առումով, չափսի առումով, քույներու առումով ամենափարդն էր։ Որովհետև ձեր նախաձեռնությամբ չէր, այլ պետք է պահպանեիք այն բոլոր կանոնները, որոնք ֆրանսիական հրատարակչությունը պահանջում է։ Բնականաբար։ Եվ ուզում եք այս ձևով որակն էլ ապահովել, որ ապակային եթե ուրիշ նաև կոմիքսներ պիտի թարգմանենք, պիտի իրավունքներ ուզենք եւ այլն ցույց տանք, որ մենք որակը կարող ենք ապահովել։ Այո, ամենակարևորն է։ Եվ եթե մենք որակը ապահովենք եւ մեր որակավոր գրքերի քանակը բազմացնենք, այդ մի քիչ առաջվա ասածն էլ այդ նյութական խնդիրն էլ կլուզենք, որովհետեւ յուրաքանչյուր հովանավոր մասնագետ, ֆինանսավորող պիտի ուզե որ իր անունը, իր պիտակը որակի վրա լավ բանի վրա դրվի, որակյալ բանի վրա դրվի։ Եվ ընդհանրապես Հայաստանում պետք է որակը դառնա մի չափանիշ, որով արտադրությամբ զբաղվող մարդը կարողանա իր գործունեությունը ծավալել։ Բազում տարիներ մենք չենք ունեցել որակը։ Նույնիսկ երբ բովանդակություն ենք ունեցել, շատ հաճախ որակին ուշադրություն չի դարձվել։ Ես վստահ եմ, որ բովանդակությունը առաջնային, բայց հաջորդ քայլը պետք է լինի որակյալ արտադրանք տալը։ Եվ սա է գրավականը միջազգային շուկա դուրս գալու համար Հայաստանի, եւ սա է գրավականը տնտեսապես ուժեղանալու։ Ոչ միայն գրքերու մեջ, ընդհանրապես Ես հենց դա էլ նկատի ունեմ ընդհանրապես։
Ես շատ ուրախ եմ եւ շատ սպասում եմ Մանուշյանի գրքի հրատարակմանը եւ հուսամ շուտով մեր գրախանութները կհամալրվեն այս կոմիքսով եւս եւ ուզում եմ հաջողություն մաղթել այն նախաձեռնությանը, որ դու եւ Վրեժը միասին ձեռնամուխ եք եղել, սա իսկապես նոր մի ուղղություն է, նոր մի ճյուղ է Հայաստանում արդեն գոյություն ունեցող գրական ժանրերի մեջ եւ եթե կոմիքսը համարենք գրական ժանր, որպես այդպիսին, սա մի զարգացող ճյուղ է, որի համար ես շատ ուրախ եմ եւ հաջողություն եմ մաղթում եւ ուզում եմ ասել, որ դու եղար պատճառը, որ ես սկսեցի սիրել կոմիքսը։ Այն գրքերը, որ դու տվեցին ինձ եւ ես սկսեցի թերթել մեր հանդիպման ժամանակ սուրճի շուրջ, ես իսկապես հասկացա, որ կոմիքսը կարող է իսկապես հանդիսանալ պրոպագանդայի միջոց եւ այն իսկապես կարեւոր մի զենք է յուրովի իր ասելիքի մեջ։ Ես հաջողություն եմ մաղթում ձեզ, շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար եւ կարծում եմ մեր ունկնդիրները եւս հիմա սպասումով կլցվեն, որ այսուհետ կամաց կսկսեն որակյալ եւ բովանդակությամբ լեցուն կոմիքսներ ունենալ եւ թե երեխաները, թե մեծերը կսկսեն կոմիքսները սիրել այնպես, ինչպես դու ես սիրում եւ այնպես խանդավառվեն, ինչպես քեզ եմ տեսնում աչքերդ փայլելով։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն էիր։ Քեզ եմ շնորհակալ հրավերին համար եւ իսկապես ուրախ եմ, որ քոնե մի հոգու կարողացա համոզել երևի կամ փերել դեպի առանց համոզելու սիրել տվեցիր եւ սա հենց երազելու արդյունքն է, երազանքը մոգական ուժ ունի։ Շնորհակալ եմ շատ, Պետոջան, շնորհակալ եմ։ Ես քեզ մաղթում եմ, ուզում նաև ասել, թե ոնց մենք այսպես վերա կդանք զիրար, քո մեկ Facebook կամ ինչ-որ Instagram-յան քո արևիկ հրատարակչական բացման կամ գրադան, արևիկ գրադան բացման, այո։ Գրադան բացման այդ փոքր վիդեոն որ դրել էի։ Այո, էլի երազելու եւ երազանքի հետևից գնալու մասին։ Եվ իսկապես որ ես էլ քեզ մաղթում եմ ամենալավը, արևիկ գրադանն է եւ հրատարակչական ամենալավը եւ իսկապես մեր երեխեքի որակավոր լավ գրքեր եւ միջավայր, ինչպես որ դու պատկերացնում ես արևիկը։ Շատ շնորհակալ եմ։ Միասին։ Բեր տեսնենք ինչ պատկերներ ունես։ Այս ամբողջը նոր նկարեցիր։ Այս ամբողջը, էս էլ։ Միայն սա։ Բացատրես։ Հա, ես չեմ կարողանում տեքստերը կարդալ։ Ինչ ես գրել։ Ականջիս ասա։ Մենք չկայինք ես ու պապան ես կոմիքսների մեջ։ Չէ, մեզ անտեսեց, պետո տեսար։ Ինչ լավ հյուր ունեմ։ Մյուս հյուրս Շանթն է լինելու։ Շանթ Ռուբենը։ Դու լսում էիր, այնտեղ թե անտարբեր էիր մեզ։ Հա։ Դու էլ դարձար կոմիքսների սիրահար։ Շնորհակալ եմ։ Այսօր ձեզ եմ ներկայացնում Գիտության խենթեր շարքի 4 հրաշալի գրքերը։ Գիտության խենթեր գրքերի շարքը գրավիչ պատմությունների ու գունավոր նկարազարդումների շնորհիվ հնարավոր կդարձնի երեխաներին ծանոթացնել մաթեմատիկական, աշխարհագրական և գիտության տարբեր ոլորտների ամենակարևոր հասկացություններին։ Կարդալ, գրել, գումարել, հանել, բազմապատկել և բաժանել, ունենալ մտովի հաշվումների ռազմավարություններ, լուծել տրամաբանական գլուխկոտրուկներ, սովորել ջրի ֆիզիկական ու քիմիական հատկությունների մասին, իմանալ դրոշ ստեղծելու գաղտնիքներն ու սկզբունքները, ինքնուրույն ստեղծել սեփական դրոշը։ Այս ամենը ստեղծել են խաղի միջոցով ուսուցանելու մեջ մասնագիտացած մանկավարժներ։ Երեխաներն ի վերջո կարող են ամենակարևոր մաթեմատիկական հասկացություններին ծանոթանալ ժպիտը դեմքին։